ճիշտ հիշեցիք երիտասարդական խորհրդարանը, մենք միասին եղել ենք։ Ձեր ելույթում ասեցիք, որ նախորդ 8-րդ գումարման խորհրդարանը ամենացածր, այսպես ասած, ռեյտինգ ունեցող խորհրդարանն է եղել։ Պարոն Կոնջյան, դուք եղել եք այդ խորհրդարանի իշխող ուժի խմբակցության ղեկավարը։ Ինձ հետաքրքիր է, արդյոք այդ ցածր ռեյտինգ լինելու համար ինքներդ անձնապես ձեր, այսպես ասած, սխալները տեսնում եք, կամ որոշակի մասով ինչ-որ մեղք ունեք, կարող է ուրիշ ձև անեք աշխատանքային այլ մոտեցում ցույց տաք ուրիշներ, որովհետև հիմա դուք հավակնում եք ավելի բարձր պաշտոնի, նախորդ խորհրդարանում ուղղակի իշխող խմբակցությունն եք ղեկավարել, հիմա արդեն, այսպես ասած, ղեկավարելու եք պարոն Ռուբենյանի բացակայության դեպքում ղեկավարելու եք նաև ազգային ժողովը։ Արդյոք տեսել եք ձեր սխալները եւ մտածում եք, որ 9-րդ գումարման խորհրդարանում այդ սխալները ձեր անձնական այլևս չեք անելու, մոտեցումներն այլ է լինելու, որպեսզի այդ ցածր ռեյտինգը ավելի բարձրանա, այսինքն 9-րդ գումարման ազգային ժողովը ավելի լավ լինի, քան 8-րդը։ Եվ մի բան էլ ասեմ, անկեղծ դուք ճիշտ ասացիք, նորմալ է, ու շատ ճիշտ է, որ մարդը ինչ-որ բանում սխալվում է, ու դրա համար ներողություն է խնդրում, դա ուժեղ մարդուն բնորոշ պահվածք է։ Բայց շատ վատ է, երբ որ նույն մարդը 10 անգամ անում սխալ ու 10 անգամ ներողություն է խնդրում, դա արդեն նմանվում է այլ բանի։ Սա ուղղակի կարծիք, ինչ որ բան չկար, շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, ես բնականաբար որպես ամենամեծ կառավարող խմբակցության ղեկավար ունեցել եմ խմբակցության ղեկավարների մակարդակում ամենամեծ պատասխանատվությունը, այնքանով, որքանով դա ինձ վերաբերելի էր։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, եւ դուք բնականաբար դրանք հրապարակային են կարող եք նայել եւ տեսնել ու համոզվել։ Ես հիշում եմ, որ էլի օգոստոսի 2-ին էր նիստը մեր մեկնարկել 2021 թվականին, եւ ես որպես խմբակցության ղեկավար բազմաթիվ ելույթներ եմ ունեցել այստեղից եւ ասել եմ սիրելի գործընկերներ, ես առաջարկում եմ եկեք աշխատենք կառուցողական։ Եկեք աշխատենք կառուցողական։ Մեզ այն ժամանակ նույնիսկ այդ կառուցողական բառի վրա անդիմությունը սկսեց թրոլինգ անել։ Ասում էին դե լավ իշ կա, ոնց որ հիմա այդ զրոյական կետի վրա երեք պարոն Մանուկյանը թրոլինգ անում։ Սկսեցին այդ կառուցողականության վրա թրոլինգ անել, որ ինչ կառուցողականության, ոնց կարելի է կառուցողական լինել կապիտուլյանտի հետ, ոնց կարելի է կառուցողական լինել հողատուի հետ, ոնց կարելի է կառուցողական լինել նրանց հետ, ովքեր հողերը հանձնեցին, բան արեցին եւ այլն։ Ու եկավ մի պահ, պարոն Խաչատրյան, եկավ մի պահ, որ այդ կառուցողական համագործակցությունը ինչա կոչվում համագործակցություն, որովհետեւ մեկից ավել կողմերն են իրար հետ գործակցում։ Չստացվեց, որովհետեւ ասում եմ, երբ որ նաեւ անձնական հարաբերություններում էլ են, չէ՞, տենց պարոն Խաչատրյան, երբ որ դու գնում ես ինչ-որ մեկի հետ բանակցելու կամ խոսելու եւ դու միանգամից դարակից հանում ու դնում ես քո ամենաբարձր նշաձողը, դրանից հետո դու էլ իջնելու տեղ չունես, մանավանդ եթե դա հրապարակային է, որովհետև քո ընտրողը քեզ ասելու է մի րոպե, ծախվեցի։ Ու քանի որ ընդդիմությունը մեզ գալիս եւ հենց ամենասկզբից ասում էր կապիտուլյանտ, հողատու եւ ինչ ասես չէ, ինչքան լուտանք ասես, ընդդիմության падգամավորները անիծում էին, բան այնտեղ Արմենիայի յուրեղանը լավա չկա, անիծում էր, բաներ էր անում, ես ասենք նես բաներ էին ասում, որ ու դրանից հետո բնականաբար եկավ ինչ որ մի պահ Այդպես ծիծաղում են, իրանք էլ գիտեն, որ ճիշտ եմ ասում գործընկերները։ Բան ժպտում են։ Եկավ մի պահ, որ պարոն Խաչատրյան, այդ ոչ միայն համագործակցություն չեղավ, այլ եղան կոնֆլիկտներ։ Հետո դրանից հետո ընդդիմությունը որոշեց, որ պետք է գնա բան շարժումներ անի, սկզբից դիմադրության շարժումներ, հետո սկսվեց բան Բագրատ Գալստանյան and band շարժումը, որտեղ որ ընդդիմությունը գնացել էր եւ Բագրատ Գալստանյանի հետ էր փորձում բանել։ Եվ այդ ժամանակ ընդդիմությունը չէր գալիս խորհրդարան, ընդդիմությունը հրաժարվում էր համալրել իր ուրեմն պաշտոնները եւ հնարավոր չէր լինում աշխատել ընդդիմության հետ։ Ես հույս ունեմ։ Գուցե ես կարող եի ավելին անել, որ ընդդիմությունը օրինակ փողոցից վերադառնար խորհրդարան եւ մենք իր հետ աշխատեինք, բայց մենք բազմաթիվ առիթներով ընդդիմությանը կոչ ենք արել վերադառնալ եւ աշխատել։ Երբ որ ընդդիմությունը օրենքով սահմանված կարգով սպառել էր իր բանը մանդատներից ազգային ժողովի խորհուրդը կարող էր նրանց մանդատները վայր դնելու բանով դիմել սահմանադրական դատարան, հիշում եք, որովհետև բացակայությունների շեմը անցել էին։ Մեր խմբակցությունը որոշեց, որ այնուամենայնիվ, եթե մենք նման բան անենք, դա կլինի վերաբերմունք ընդդիմության ընտրողների նկատմամբ, ոչ թե ընդդիմադիր падգամավորների նկատմամբ, բայց այդ ժեստն էլ չգնահատվեց։ Արձագանքեք, ես կշարունակեմ։ Արձագանք։ Շնորհակալություն, ամեն դեպքում ուզում եմ հասկանամ, դուք որևէ սխալ տեսնում եք, որ դուք ինքներդ արել եք, որ հետո չեք անելու այդ ամեն ինչը։ Այսինքն փոթկելու եք դուք ինքներդ, չեք ամբողջապես ելույթի ընթացքում էլ հիմա էլ պատասխան պարոն Կոնջորյան։
Հասկացա, որ դուք ամեն ինչու մեղադրում եք ընդդիմությանը նաև մեղադրում եք, այսինքն փողոցային պայքարներ սկսելու համար, փողոցային պայքարներ իրականացնելու համար, բայց ինձ կարծիքով դա քաղաքականության մեջ նորմալ է, ու նորմալ է, երբ խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքարի ժամանակ կարող է չներկայանալ ազգային ժողով, որովհետև ամեն դեպքում բոյկոտն էլ ինքը քաղաքական ձև է, քաղաքական դրսևորում է։ Իմ հարցը այն էր, որ դուք ինչ եք փորձելու անել, որպեսզի ավելի լավն է լինի 9-րդ գումարման խորհրդարանը, քան 8-րդն էր։ Շնորհակալություն։ Անխաչատրյան, շնորհակալություն։ Ես նորից ասեմ, որ այս խորհրդարանում, եթե ես նաև ստանամ խորհրդանի մանդատը որպես ԱԺ տեղակալ, ես անելու եմ հնարավորը, որպեսզի մենք ունենանք միասին կառուցողական համագործակցություն եւ աշխատանք, որովհետեւ համագործակցությունը միշտ լինում է թեմատիկ։ Համագործակցությունը վակուումի մեջ չի լինում։ Օդի մեջ համագործակցություն չկա։ Պետք է համագործակցենք իրար հետ ունենալով, ասենք, օրենսդրական այս կամ այն նախաձեռնության վերաբերյալ քննարկումներ։ Պետք է միասին ինչ-որ նախաձեռնություններով հանդես գանք։ Ես հույս ունեմ, որ դուք կներգրավեք խորհրդարանական դիվանագիտության մեջ եւ կմասնակցեք խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներին։ Բոլոր այս մակարդակներում ես պատրաստ եմ աշխատել եւ պատրաստ եմ նաեւ իմ փորձառությամբ հնարավորության դեպքում մաքսիմալ աջակցել այդ թվում ընդդիմադիր գործընկերներին, որպեսզի մենք կարողանանք միասին ունենալ այնպիսի խորհրդարան, որը հաջորդ իսկ հարցումներով կունենա ավելի բարձր վարկանիշ, քան թե ունեցել է նախորդի, որովհետև ես դա նաև անձնական եմ համարում։ Ազգային ժողով, ես քանի որ խորհրդարանական եմ ինձ համարում հոգով սրտով, ես նաև ցավ եմ ապրում, որ խորհրդանի վարկանիշը այդքան ցածր է, եւ ես կանեմ հնարավորը, որպեսզի դա շտկվի։ Ձեր հետ միասին։